Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, դուրս եմ եկել խանութներով, գնում եմ Carrefour, տեսնեմ հալաջուղ կա, ցույց տամ, խոստացել եմ հետևորդիս և մի փոքրիկ գնումներ կանեմ, օրը տաք է, բայց սառը քամի մի հատ նայեմ ու նորից չնեմ, բայց սառը քամի չնայած օրվա կեսից կտաքանա, դե արդեն որ մի ժամ առաջ ենք ընկել, ասեմ ձեզ, կիրակի օրը արդեն մի ժամ առաջ ենք, Հայաստանի հետ 2 ժամ տարբերությամբ, այդ ժամանակ մի քիչ ուշ է էլի տաքանում օրը, առավոտշուց մի քիչ սառնոտ է լինում, մի խոսքով սիրելիներս, ամեն դեպքում տաք եղանակ է, հաճելի եղանակ է, գնանք խանութներով, տեսնենք ինչ կա, ինչ չկա, կհանդիպենք, հետևորդիս բախտը չբերեց, հալաջուղ չկար Carrefour-ում, հետո ուրիշ խանութ կգնամ, կամ էլ կարող ալի միշտ շաբաթ կիրակից հետո խանութը դատարկ է լինում, այսօր է դե 3 շաբթի է, երևի ապրանք չէին ստացել, ամեն դեպքում դուրս եկա շատ շոկ է, հաճելի է, էլի օրվա կեսն է, սառը քամին որ չի լինում, շատ լավ տաք է լինում, բայց դե քամին հետն է, էլի, դե գնամ մի հատ ստեղ նորմալ խանութ մտնեմ, տեսնեմ ինչեր կա, ու պտտվելով գնամ երևի թե տուն։ Անկեղծ ասած մտա, որ սկոչ առնեմ, սպիտակ լայն ժապավենային այդ տեսքով, այդ ձևի առնեմ, բայց չկար և զարմացրեց այս մազերի խնամքի բաժինը, որ երբեք այսքան առատ չէի տեսել։ Ամեն ինչ լցրել են մազերի յուղեր, տարբեր ապրանքանիշեր, իսկ այս մեկն է բատիստը, որ մեր Լուսինեն էր անընդհատ ցուցադրում, ես երբեք չէի տեսել այստեղի խանութներում և ահա, փաստորեն ամեն անգամ չի որ լիքն է լինում, երբ ես մտածեմ լինում, ամեն տեսականի 4 շամպուններից բռնացրած, մինչև սպրեյի ներկերը, և տեսեք բավականին էլ էժան են, գները որքան հնարավոր է ձեզ ցույց եմ տալիս, մի խոսքով, առատություն է այսօր, էլի շամպուն է, գինը 5.70, շտապեք նորմալ խանութ և ձեռք բերեք այն ամենը, ինչ որ ձեզ անհրաժեշտ է, այս պահին ինձ որևէ բան անհրաժեշտ չէր, այդ իսկ պատճառով նորմալ խանութից դուրս կգամ այս անգամ առանց գնումների։ Հեծանիվ քշելը, մենակ քշել չի էլի, ամեն անգամ այսպես փողոցով որ անցնում եմ, տեսնում եմ, որ հեծանիվ քշելու կանոններ էլ գոյություն ունեն, չէ մեքենա չի գալիս փողոցը անցնեմ, ու հետաքրքիր է էլի, որ պիտի թեքվեն իրանք, նշաններ են ցույց տալի, ինչ-որ բաներ են անում, շատ հավես է, իսկ դուք իմ հետևորդներ, ձեզանից որևէ մեկը հեծանիվ քշում է, թե ոչ, կհանդիպենք հետո և կզրուցենք։ Հիմա ձեզ ցույց կտամ իմ արած գնումները։ Ահա, սկսեմ կարագ, մեղր, 2 տեսակի ձու, ալյուր, թթվասեր, գազար, կարտոֆիլ, սող, շոկոլադե սալիկներ և կակաո։ Ռուսական խանութից, արևածաղիկ, դդմի սերմեր, հալվա, խտացրած կաթ, լավաշ, գնել ենք նաև սաղմոնձուկ, որն արդեն ես կտրատել եմ, մաքրած է, այսպես տոպրակների մեջ եմ դնում և տեղավորում սառցախցիկում։ Հալել եմ 1 կիլոգրամ կարագը, տեսեք ինչքան շատ յուղ է ստացվել, 82%-անոց է պրեզիդենտ կարագը և հացը բնականաբար։ Նաև լապշա դլյա բես բարմակա, թե սա ինչ ուտեստեր, կարդացի և ես ինքս էլ պատրաստեցի, իդեպ շատ համեղ տարբերակ էր, կարող եք դուք էլ պատրաստել, անուշ լինի մեզ, շատ իրոք համեղ էր, հատկապես տապակած սոխը։ Սիրելի հետևորդներ, սալյու, ինչպես ասում են ֆրանսիացիները, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, շատ զբաղված եմ և չեմ հարցնում պատասխանել ձեր ուղղած հարցերին,
Չնայած այսօր որոշել եմ անդրադառնալ սննդամթերքի ընտրության վրա, թե ինչ սնունդ եմ ես օգտագործում կամ ինչեր եմ արել սննդամթերքի օգնությամբ, որ կարողացել եմ հաղթահարել մի շարք հիվանդություններ։ Բնականաբար ամեն տեսանյութի ժամանակ ես շեշտում եմ, որ ես բժիշկ չեմ, բայց ունեմ տարիների փորձ եւ ինչ որ ես արել եմ ժամանակին, դե դա իմ բնավորություն է, մշտապես ուշադիր եմ եղել թե սննդակարգի վրա, թե առողջ ապրելակերպի վրա իմ կյանքի տարիների ընթացքում, ուստի այն երիտասարդները, ովքեր նոր են մտել ինտերնետ եւ որոշ խորհուրդներ են տալիս, դրանք արդեն վաղուց ես կիրառել եմ, ուստի եւ շատ դեպքերում հավանություն եմ տալիս այն ամենին, ինչը որ ես ինքս փորձել եմ, ինչը որ դրական ազդեցություն է թողել եւ ինչպես ասում են, տարիների փորձ ունի։ Այդ իսկ պատճառով, սիրելիներս, հիմա կարճ կներկայացնեմ, չնայած եթե դուք մշտապես հետևեք ինձ, արդեն հարցեր չեն առաջանա, եթե նոր եք միացել կամ նոր չեք միացել, եթե բաց եք թողել շատ տեսանյութեր, կարող եք նայել, ինչու՞ չէ, ես այդպես ալբոմների մեջ եմ դասավորել բոլոր տեսանյութերը, որպեսզի հեշտ գտնեք ձեր ուզած տեսանյութը։ Այնպես որ ցանկալի է նայել նաև անցած տեսանյութերը, որտեղ որ էլի շատ օգտակար խորհուրդներ եմ տալիս եւ այս առողջ ապրելակերպի զարկն եմ տալիս հենց իմ տեսանյութերի սկզբում։ Դե ինչ, սննդամթերքները կարևոր դեր ունեն մեր կյանքում, բնականաբար եւ նրանցից մենք ստանում ենք էներգիա։ Հենց էներգիայի շնորհիվ է, որ մարդը կարողանում է աշխատել, սպորտային վարժություններ անել, մտածել, թե ֆիզիկական աշխատանքներ անել, թե որ աշխատանքներ կատարել։ Մի խոսքով, այդ ամենի աղբյուրը դա մեր ստացած էներգիան է, բնականաբար սննդամթերքներից։ Եվ ինչպես ասում են, հայտնաբերած չեմ լինի, որ ասեմ, որ սննդամթերքից կախված էլ կարող է մարդու առողջական խնդիրները վատանան կամ լավանան։ Չնայած կան այնպիսի փաստեր, որոնք հակառակն են ապացուցում նաև իմ ասածին, բայց դա քիչ տոկոսն է կազմում։ Ուստի բոլոր երկրներում հենց հիմա այս պահին զարկ են տվել առողջ ապրելակերպին, ինչու, որովհետև ավելի հեշտ է մարդուն սովորեցնել, մարդուն ստիպել, որ նա ճիշտ սնվի եւ չհիվանդանա, քան մարդը սխալ սնվելուց, սխալ ապրելակերպ ընդունելուց հետո հիվանդացել է եւ նրա բուժման վրա արդեն տվյալ երկիրը մեծ ծախսեր է անում։ Ուրեմն հենց հիմնական պատճառներից մեկն էլ նա է, որ այսքան շատ է պրոպագանդան ամենուր։ Չնայած շատ բժիշկներ, շատ մարդիկ, որ այդպես նաև պրոպագանդա են անում, դա ուղղակի սոցիալական ցանցերում լայքեր, գումարներ հավաքելու համար են անում։ Բացի այդ, իրենց աշխատանքների մեջ շատերը հակասող, թեկուզ եւ բժիշկ են, բայց հակասող բաներ են ասում, որոնք արդեն եթե մարդը անտեղյակ է, կարող է լսել եւ ավելի վտանգել իր առողջությունը։ Հիմա ես բժիշկ չեմ, նորից եմ շեշտում, բայց ես արդեն երևի երկրորդ տարին է գալիս, որ պահպանում եմ իմ կողմից մշակված այդ պլանը, իհարկե ես միանշանակ չեմ ընդունում, բայց կարդում եմ, հետաքրքրվում եմ, այդպես հավաքում եմ, ոսկե միջինն եմ հանում եւ որը որ արդեն իմ օրգանիզմի վրա դրական ազդեցություն է ունենում, հաղորդում եմ նաեւ իմ հետևորդներին։ Հատկապես եթե երիտասարդներ են ու սխալ են սնվում։ Բնականաբար բոլոր երիտասարդները սխալ են սնվում, ինչպես նաեւ ես եմ երիտասարդ եղել, ճիշտ է, ես մշտապես նորից եմ շեշտում, պահպանել եմ, բայց օրինակ շատ եմ սիրել չիփսը, որը շատ վտանգավոր է առողջության համար, առաջին վտանգավոր բանը։ Չնայած իմ բախտը բերել է, որ ես գազավորված ըմպելիքներ չեմ սիրել ու մինչ օրս չեմ էլ օգտագործում։ Սա շատ կարևոր է։ Կարևոր է որպես հեղուկ օրգանիզմը ստանա սովորական ջրից, ինչպես նաև հանքայինից։
որտեղից կարող են նաև վիտամիններ ստանալ, մագնեզիում ստանալ, երկաթ ստանալ, նայած թե որ տիպի հանքային ջուր է։ Ամեն դեպքում այս երկու ջրերից բացի խորհուրդ չեմ տա, որ դուք օգտագործեք նաև իբր թե բնական մզվածքով հյութերը։ Հյութերը շատ վատ են անդրադառնում մարդկանց վրա, հատկապես ստամոքսի։ Աղեստամոքսային տրակտն է այստեղ կարևորը հիմնականում, և ազդակները գալիս են աղեստամոքսային տրակտներից։ Իհարկե, բացառելով միայն բիոսնունդ, միայն մաքուր սնունդը, որ մարդու օրգանիզմը ավելի առողջ կլինի, առաջ անցնեմ, բացառելով, ինչու, որովհետև երբեմն նաև ոչ օրգանական է, այսպես ասեմ, սնունդը ավելի լավ է մարդու համար, որովհետև մարդը իմունիտետ է ձեռք բերում այդ վատ սնունդի, այսպես ասեմ, և օրգանիզմը ավելի լավ է դիմադրում ցանկացած թույնի, քիմիայի, իսկ երբ որ մարդը մշտապես բիոյով է սնվում, նրա մոտ ավելի հաճախ են առաջանում այդ խնդիրները։ Եվ նաև առողջ ապրելակերպի կարևոր պայմաններից մեկը նա է, որ երեխաներին ցածր ջերմաստիճանում պիտի սովորեցնեք պահել, քնեցնել, ինչու չէ նաև ոտաբոբիկ քայլելը, որը մեր ժամանակներում արգելված էր։ Ես բազմիցս եմ ասել, որ միֆեր կան սովետական շրջանից եկած, որ հիմա դրանք շատ վնաս են, լավ չեն, այսպես ասած, ու դեռ մինչև օրս հենց իմ հասակակիցները, մի քիչ մեծերը, փորձում են պահպանել այդ հին սովորությունները։ Եթե երիտասարդներն են կարդացած են, զարգացած են, բնականաբար նրանք էլ դեմ են գնում և հարս ու կեսուր արդեն խնդիրը էստեղ էլ է առաջանում, նաև այս պատճառով։ Դե լավ, այդքան շատ երկար չգնամ, բայց ուզում եմ ասել, որ բանջարեղենը շատ լավ է, բանջարեղեն օգտագործեք, չնայած բանջարեղենի և մրգերի մեջ կա բավականին շատ շաքար և դրանք էլ են շատ ուտելու դեպքում վնաս օրգանիզմին։ Այդ իսկ պատճառով, եթե դուք լսեք, որ ժամեր են սահմանում, որ ուտել միրգը միայն մինչև ժամը 18:00, սա շատ ճիշտ տարբերակ է։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, ես խնձորասեր մարդ եմ, ինձ համար ամենալավագույն միրգը դա խնձորն է, դե էլի մրգեր ունեմ, որ շատ եմ սիրում, բայց առանց խնձորի չէի կարող։ Եվ տարիների փորձ ունեմ խնձոր ուտելու, հատկապես երեկոյան։ Եվ օրվա մեջ ոչ թե ես մի խնձորով էի բավարարվում, այլ շատ եմ երևի չարաշահել, իսկ խնձորը առաջացնում է փքվածություն, գազեր է առաջացնում աղեստամոքսային տրակտում և ցավեր, դժվար անցանելություն նաև, փորկապություն։ Սա ես ասում եմ էլի իմ փորձով։ Ուրեմն, երբ արդեն Ֆրանսիայում եղած ժամանակ սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես են սնվում ֆրանսիացիները, տեսա, որ նրանք երեկոյան մրգեր չեն ուտում, և գուտեի ժամը, որ ձեզ ասել եմ, այդ դեսերտի ժամը, 4:30-ից մինչև ամենաշատը 5:30 տևող ժամանակահատվածն է, երբ մարդիկ այդ ժամանակ իրենց թույլ են տալիս յոգուրտներ ուտել, մրգեր ուտել, թխվածք, սուրճ կամ թեյ, երբեմն նաև հյութ, և այս ընթացքում նրանք ուտում են միայն մի փոքրիկ կտոր, իրենք ուտում են շատ ճիշտ, կարող է շատ ուտեն, որոշ մարդիկ կան միգուցե շատ են ուտում, բայց հիմնականում սնվում են ռեստորաններում, որտեղ չափաբաժինը այդքան էլ մեծ չէ։ Այսինքն, եթե համեմատում եմ մեր հայերի սննդակարգին, մեր ափսեները շատ են լցված լինում։ Այս չափաբաժինը պիտի փոքրացնեք, կալորիաները քիչացնել։ Հիմա խնձորի տարբերակում ես հասկացա, որ այդ խնդիրը, որ տարիներով ինձ ուղեկցել է, այլևս ազատվել եմ դրանից։ Ազատվել եմ նաև դրանից օգտագործելով ավելի շատ կարմիր բազուկ։ Վերջին ժամանակները օգտագործում եմ նաև դդում։ Շատ եմ սիրում հենց այսպես հում ուտել, ինձ շատ դուր է գալիս այս համը։ Հիմա դուք կհիշեք, որ ձեր տատիկները, իմ մաման, նայած թե որ տարիք եք,
այն տարիներին կերել են շատ դդում, կարտոֆիլն է լավ, բայց եթե դիաբետ ունեն, կարտոֆիլի չափը պիտի քչացնել կամ էլ կարտոֆիլը ջրի մեջ թողնել, այդ օսլայից ազատվել, հետո պատրաստել։ Կարճ ասած, սիրելի հետևորդներ, չափաբաժինը քչացրեք, օգտագործեք ավելի շատ բանջարեղեն։ Բանջարեղենը կարող եք շոգեր խաշել, կարող եք հում, ես այդպես եմ անում, բայց ամենաառողջարար սնունդ համարվում է այն սնունդը, որ դնում ենք ջեռոց։ Ուրեմն արևածագի ձեթի մեջ այդ տապականները դադարեցնում եք, որը շատ էլի վտանգավոր է, ընդհանրապես տապակած սնունդը քչացնում եք, շոգ է խաշած կամ խաշած վիճակով կարել է, կամ այդպես եթե անգամ փորձում եք տապակել, միայն ձիթապտղի ձեթով, որն էլ նախատեսված է բարձր ջերմաստիճանում այրվելու համար, ամեն ձիթապտուղ չէ, որ կարելի է տաքացնել, կանաչը հատուկ աղցանների համար է։ Ուրեմն կարողացեք կարդալ, ճիշտ է, շատերն ասում են, որ սխալ են գրում, բայց չէ, կարողացեք կարդալ թե կալորիաների մասին, թե ինչ վնասակար նաև բաներ կան այդ սննդի մեջ խառնված։ Կյանքիս մեջ երբեք չեմ օգտագործել չիայի սերմեր, իսկ վերջին ժամանակները օգտագործում եմ չիայի սերմեր, չեմ ասում ամեն առավոտ պարտադիր ուտում եմ, որովհետև մածունով է խորհուրդ տրվում ավելի շատ, դնում եմ սառնարան, ամբողջ գիշեր մնում է, եթե հատիկները մեծանում են, իրենք այսպես կպչուն հատկություն են նաև ունենում, հատկապես երբ որ ուռչում են թեկուզ ջրում կամ ինչ որ ես մածունի մեջ եմ լցնում, նկատում եք, որ նրանք էլ հենց այդպես հավաքում, մաքրում են աղիները, լվանում են եւ էլի փորկապությունից ազատում են, շատ լավ օգնում է չիայի սերմերը։ Սակայն չիայի սերմերը մածունով միգուցե օրինակ իմ մոտ թթվայնությունը բարձրացնում է առավոտյան, եթե սոված փորին եմ անում։ Այդ իսկ պատճառով ես հիմնականում սոված փորից որևէ բանջարեղեն, որևէ միրգ, որևէ հյութ, բանջարեղենի կլինի, որ ես միշտ պատրաստում եմ նեխուրի եւ վարունգի հյութը, անպայման ջուր եմ ավելացնում եւ այդպես եմ խմում, որպեսզի շաքարը վատ չազդի։ Կարճ ասած, սիրելի հետևորդներ, դուք ինքներդ պիտի զգաք, թե այդ բանջարեղենը կամ միրգը ձեր վրա ինչ ազդեցություն է թողնում։ Եթե լսում եք որևէ հաղորդում կամ որևէ կարծիք այդ մասին, դուք ուսումնասիրեք այն ձեր օրգանիզմի վրա։ Ես հիմա ձեզ բացառապես ասում եմ, եւ դա իրոք բժշկական տեսանկյունից է, անպայման նախաճաշեք մի օր ձու ուտելով, ինչ։ Ահա իմ այսօրվա նախաճաշը։ Խաշած ձու, բրոկոլի, նեխուրի տերև, կարագ, մի փոքր կտոր հաց, մի օր ձվածեղ, յուղով, ընդ որում հալեք, յուղը հալեք, կարագը հալեք, դա ավելի լավ է, քան կարագ եք օգտագործում։ Հայերի մոտ ընդունված է, արևածագի ձեթի հետ խառնում են կարագի կտորը, սա շատ վատ է։ Կամ կարագով են միայն պատրաստում, մտածելով դիետիկ է, որը էլի շատ վատ է։ Ես բժշկական տեսանկյուններից եկեք չասեմ, հենց ասեմ վատ է կամ լավ է, որ դուք ընդունեք։ Ուրեմն յուղն է շատ լավ, յուղի մեջ շատ վիտամիններ կան ու շատ լավ է։ Կարագը հալեք եւ ստացեք արդար յուղ, ինչպես որ կերել են մեր նախնիները։ Ուրեմն սիրելի հետևորդներ, կերեք քիչ չափավոր, խոզի միս չեմ ուտում, արդեն դու գիտեք երկար ժամանակ հանել եմ խոզի միսը իմ սննդակարգից։ Հիմա ուզում եմ նաև տավարի միսն էլ քչացնել, չնայած կարմիր միսը շատ կարևոր է, տեղով ինքը վիտամին է, բայց նաև խոլեստերինն է բարձրացնում։ Օրինակ խոզի միսը ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան կարմիր միսը։ Ես էլ խոլեստերինի խնդիր ունեմ, դրա համար ես նայում եմ իմ առողջության տեսանկյունից, որը փոխել։ Շատ օգտագործելու եմ ու օգտագործում եմ ձուկը, այստեղ ամենաշատ տարածվածը իմ սիրած ձկներից դա սաղմոնն է։ Մոտիվացիա տամ ձեզ, սաղմոնը ջեռոցում, մի քանի համեմունքներով արտակարգ համեղ։ Եվ շատ լավ է հավի կրծքամիսը։ Ամեն դեպքում այդ խմորային պելմենիներ, խինկալիներ, ես դրանք չեմ ուտում։ Չեմ սիրում, բախտս միգուցե բերել է։ Թխվածքները շատ վատ են մարդկանց համար, նախ կալորիան շատ մեծ է,
հենց հիմնականում եւ արդեն քաղցր է, որը շաքարի համար է վտանգավոր։ Ուրեմն դադարեցրեք ամենուր թխվածքներ թխելը։ Եթե դուք ինձ մշտապես հետևում եք, նաև իմ խոհանոցային տեսանյութերը, ապա կնկատեք, որ ես ինչքան ուշ եմ թխվածքներ թխում։ Ընտանիքներ գիտեմ, որ նույն օրը թխվածքը թխում են, նույն օրն է վերջանում է, որ շատ վտանգավոր է։ Հայաստանում շատ են երեխաներին քաղցր տալիս, կոնֆետներ են տալիս, թխվածքներ են տալի, մտածելով երեխային լավություն են անում, բայց դրանով վնասում են հենց երեխային փոքրուց։ Ուրեմն քաղցրի նկատմամբ սահմանափակ եք, սիրելի հետևորդներ, անպայման։ Ես քաղցրը, գիտեք, հանած է։ Արդեն որ հետ եմ վարժվել, այլևս այդքան ցանկություն չունեմ։ Օրինակ նեխուրի հյութը, որ չեմ խմում, դրա ցանկությունը ունեմ, պահանջ եմ զգում։ Չնայած ձեզ մի բան ասեմ, եթե դուք նկատում եք, երբեմն դուք այնպիսի բան եք ուզում ուտել, թեկուզ շատ, որ միգուցե նախկինում չեք էլ սիրել։ Այսինքն ձեր օրգանիզմը ինչի պահանջ որ ունի, դա հենց սննդամթերքի միջոցով ինքը բավարարում է։ Եթե մարդու խոլեստերինը բարձր է, բարձր դեպքում մարդը սկսում է ակամայից խնձոր ուտել, պահանջ է խնձոր է զգում, կաղամբի պահանջ է զգում։ Եթե մարդու վահանաձև գեղձն է մի քիչ վատ զգում, սկսում է պահանջ զգալ ձիթապտղի, ձիթապտուղ է շատ օգտագործում ու այսպես սննդամթերքները լրացնում են այն պակասը, ինչը որ զգացվում է օրգանիզմում։ Հիմա ես քաղցրի համար եմ հատուկ ձեզ ասում, որ պակասեցրեք, քիչ թխվածքներ թխեք եւ զարմանալին նա է, որ թխվածք սիրող, ուտող ազգը հիմնականում դիտում է այն տեսանյութերը, որտեղ որ թխվածք են պատրաստում։ Իսկ եթե առողջ աղցան ես ներկայացնում, որ ինքը այդ աղցան ուտելով ավելի լավ կզգա իրեն, իր օրգանիզմը ավելի կարևոր վիտամիններ ձեռք կբերի, ուրեմն երբեք չեն նայի եւ համոզված են, որ չեն էլ պատրաստում։ Պատրաստում են ստանդարտ բաներ։ Ուստի խորհուրդ եմ տալիս, փոխեք ձեր նաև այդ բնավորությունը, կերեք այն ամենը, ինչը ավելի օգտակար է եւ առողջարար է։ Չսիրել, չուտել, ես այդ նման բաները իրոք չեմ էլ ընդունում։ Եթե մի բանը չես էլ շատ սիրում, ապա գոնե քիչ կեր։ Սա էլ էս մասին, սիրելի հետևորդներ, նաև ես կարգավորում եմ լյարդի ֆունկցիան, տարիքի հետ կապված եւ ընդհանրապես դե որ ես լեղապարկեր չունեմ, իմ մոտ լյարդի խնդիրը մի քիչ ավելի է սրված եւ ճարպակալում է լյարդը բոլորի մոտ, ուստի մետաբոլիզմը անց են կացնում նաեւ ճիշտ սննդակարգով, հենց բազուկը շատ լավ է լյարդին, ձիթապտղի յուղը շատ լավ է լյարդին, ավոկադոն շատ լավ է, սող, սխտորը եւ ամենակարևորը շատ պատրաստեք ու միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, չորաթթու միայն կաղամբ եւ գազար, հենց կաղամբի հյութի մեջ թթվեցրածը, հենց սա է չորաթթուն, ռուսների ասած կվաշեննայ կապուստան։ Ես երբեմն նաեւ ընթացքում անելուց հետո, որ պիտի թթվի, մի սխտոր այսպես կիսում եմ ու դնում եմ թեթևակի սխտորահամ տալու։ Սա պարտադիր չէ, մշտապես չեմ անում։ Ինքը իսկականը իր հյութի մեջ թթվելն է, առանց ուքսուզի, առանց որևէ բաղադրիչների իսկական թթուն սա է։ Հաճախ ունեցեք ձեր սեղաններին, շատ լավ է ամեն ինչին, տեղով C վիտամին է, տեղով ինքը լրիվ էներգիայի աղբյուր է եւ շատ բաներ բուժող է։ Ուրեմն սա էլ եմ արդեն շատացրել, ճիշտ է, շատ այդպես ուտելուց կարող է փորկապություն թեթևակի զգաք, չնայած լավաշից էլ է փորկապություն առաջանում, բայց արդեն որ մյուս ասածներս հավասար ուտում եք բազուկը, ավոկադոն շատ է իմ մոտելի լավ է ազդում, հատկապես չիայսերմերը, ուստի չեք նկատի նման բան։ Բանջարեղենից վարունգ շատ օգտագործեք, ճիշտ է ինքը ամբողջությամբ հեղուկ է, բայց շատ լավ է։ Այնպես որ սիրելի հետևորդներ, տեսեք մի քանի հիվանդություններ, նաև գազարը շատ լավ է տեսողության համար, շատ քաղցրը վատ է նաև աչքերի տեսողության համար, դիաբետիկների մոտ աչքերի խնդիր կա, այնպես որ մեկը մյուսի հետ կապակցված է, հնարավոր չէ առանձին քննարկել, ճիշտ սննդակարգը սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան դրական ազդեցություն է ունենում, մարդը իրեն թեթև է զգում, օրվա մեջ քայլեք, շատ քայլեք, ես բազմիցս եմ ձեզ ասում, վազելը պետք չէ, մի վազեք,
Քայլեք, մի փոքր արագ քայլեք, կարճ ասած, կերեք ամեն ինչից, բայց քիչ կերեք։ Այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Անչափահամեղ լոբով եւ ծավարով ապուր եմ պատրաստել։ Դիտեք տեսանյութը, այն արդեն իմ ալիքում է եւ պատրաստեք, շատ համեղ է։ Ողջույն սիրելի հետևորդներ։ Զանգում եմ, դե բնականաբար չեն պատասխանում եւ ավտոմատն է միանում եւ անդադ ասում է շնորհակալ եմ, որ սպասեցիք, շնորհակալ եմ։ Այսպես լսում եմ եկե, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ սպասեցիք։ Նորից բարև ձեզ, շնորհակալ եմ, որ սպասեցիք։ Սպասում եմ, որ անցնի էլի քարտուղարու հին վերցնում եք ասում։ Չեք լսում իս, ասի լսում եմ։ Հենց գիտեմ ապարատնա։ Բաժո ջան, շոկ։ Ես էլ լողացել եմ դուրս եմ եկել, չգիտեի ինչ եղանակ է տակ հագնված, շոկից մեռա արդեն։ Չնայած մի քիչ քամի կա, բայց տակ քամի է։ Գործերով դուրս եկա, տարա այդ վինտեդով եմ խառնված, ասել եմ ձեզ։ Տարա ուղարկեցի, խոռավոտից մի կադու եմ թխում։ Բայց շատ լավ բաղադրատոմ, սա առանձին գլինի կնայեք ու համոզված եմ, որ կպատրաստեք։ Դրել եմ սառնարան, մի օր թող մնա լավ կրեմ ուտի, արտակարգ կրեմի տարբերակել եմ ասելու ձեզ։ Կրեմը լավ այդպես կներ ծծվի, վաղը կկտրեմ արդեն համ տեսանյութը կավարտեմ, համ էլ դե ձեզ էլ ցույց կտամ էլի։ Մի խոսքով սիրելիներիս, այդքան խառը գործի մեջ է։ Գիտեք ինչ է, որ մենակ դու անում ես, այդքան դժվար չի լինում, բայց որ պիտի նկարես, չէ, նկարելով մի քիչ աշխատատար է լինում, պատասխանատու է լինում։ Չնայած երբեմն առանց նկարելու, որ անում եմ, ավելի հաջող է ամեն ինչ ստացվում, քան նկարելուց, բայց դե ամեն դեպքում այսօր նման խառը գործերով եմ զբաղված եղել։ Երկու օր էլ ավտոն տեղ ամեն ինչ դարակ-մարակ ինչքան ավելորդ բաներ կար, հանել եմ, դասավորել եմ, դե գարուն է, արև է, տրամադրող է։ Յուրահատուկ բաղադրատոմսով, շատ համեղ կրեմով, տարբերվող համով մի կադու եմ թխել։ Տեսանյութը կլինի վլոգից հետո, համոզված եմ կդիտեք եւ անպայման կպատրաստեք։ Շատ հեշտ տարբերակով եմ ներկայացնում, բայց շատ համեղ։ Բայց հիմա այնքան հոգնած եմ, ոտքերս առաջ չեն գնում։ Ավելի ճիշտ մեջքս էլի այդքան կանգնած սեղանի մոտ գործեր եմ արել, կրկնակելու այդ գործերը, բայց շատ հեշտ տարբերակով արեցի։ Դե արդեն կտեսնեք, էլ շատ չասեմ։ Շոկ է, ես էլ որ մի քիչ տակ եմ հագնված, այ դրանից է ոնց որ հոգնեմ։ Շոկը նեղում է։ Մի խոսքով գնամ ճուտիկից վերցնեմ ու կհանդիպենք։ Առայժմ այս հրաշք բնության տեսարանով էլ ավարտում եմ տեսանյութս։ Ուրեմն այգում ենք, երկու սագեր իրար են փնտրում։ Առաջին էս մեկը լողած փնտրում է մյուսին։ Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում, որից հետո արդեն կտեսնեք, թե ինչպես ավարտվեց երկու սագերի սիրո պատմությունը։ Դե ինչ սիրելիներս, հրաժեշտ եմ տալիս ձեզ, լավ մնացեք, առողջ մնացեք, երջանիկ եղեք, դիտեք իմ տեսանյութը, չմոռանաք լայքել, եթե առաջին անգամ եք, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին։ Դե ինչ, ցտեսություն, կհանդիպենք շուտով, պաչիկներս բոլորիդ։